Դեռևս կանդրադառնանք Տիկին Մանասարյան, կխնդրեմ ներկայացնեք ձեր գնահատականը, որպես կոնֆեդերացիայի նախագահ Հայաստանում աշխատողների անվտանգության վիճակի վերաբերյալ, հատկապես բարձր ռիսկային ոլորտներում, ինչպիսին շինարարությունն է, խնդրեմ։ Շնորհակալություն, նախ շնորհակալ եմ, որ այս հարցին անդրադառնում ենք, որովհետև միշտ չէ, որ աշխատանքային իրավահարաբերություններում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները կարեւորվում են, թեպետ դրանք ամենակարևոր հարցերից մեկն են։ Մեզանում թեպետ օրենսդրությամբ նախատեսված է, որ աշխատողը պետք է ունենա առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ եւ դրա ապահովման պատասխանատվությունը կրում է գործատուն, բայց շատ դեպքերում նաեւ գործատուն ինքն էլ չգիտի, թե ինչպիսին պիտի լինեն այդ առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, այսինքն արդյոք ունեն գործատուները բոլոր այն նորմերը, ստանդարտները, որոնք պարտադիր են առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու համար, շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին, ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել եւ միջավայրն է փոխվել եւ մասնագիտություններն են շատ դեպքերում նաեւ այլ զարգացել են, դրանք պիտի ժամանակակից դառնան։ Բայց ինչ վերաբերում է որոշ ոլորտներին, որոնք հատկապես բարձր ռիսկայնություն ունեն, դրանք եւ հանքարդյունաբերությունն է եւ շինարարությունը եւ գյուղատնտեսությունը, սրանք այն ոլորտներն են, որոնք մշտապես պետք է մանրադիտակի տակ հետևող ոլորտներ լինեն, որովհետեւ այստեղ եւ աշխատողը եւ գործատուն պիտի հնարավորինս գիտելիքներով զինված լինեն աշխատանքային, ուրեմն անվտանգ միջավայր ունենալու համար։ Մենք ունենք աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դրույթ, որ աշխատողը պետք է հրահանգավորվի մինչեւ աշխատանքի անցնելը եւ բնականաբար պիտի ստորագրությամբ այդ հրահանգավորումը լինի, բայց շատ դեպքերում աշխատողները նույնիսկ չեն կարդում այդ հրահանգավորումը, ուղղակի ստորագրում են եւ գնում։ Եվ նույնիսկ չեմ կարծում, որ բոլոր տեղերում օրինակ անվտանգության ինժեներներ կան եւ արդյոք բոլոր աշխատավայրերում է, որ անվտանգության ինժեները մանրամասն բացատրում է աշխատողին այդ անվտանգության կանոնների պահպանումը, նույնիսկ կան շատ կազմակերպություններ, որտեղ որ նույնիսկ տեսանելի վայրում չկան փակցված անվտանգության կանոններ, հատկապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասին եմ խոսում։ Մենք ունենք նաև լավ օրինակներ, իհարկե չեմ ուզում միայն վատի մասին խոսենք, մենք ունենք նաև այնպիսի կազմակերպություններ, որոնք բավականին բարձր մակարդակով կարողանում են իրականացնել դա, բայց դրանք հիմնական տրանսազգային կազմակերպություններ են, որոնք արդեն մայր կազմակերպության անվտանգության նորմերը բերել եւ կիրառում են Հայաստանի Հանրապետությունում, որտեղ այդ կազմակերպության համար նորմալ է, որպեսզի ինքը ունենա անվտանգության կանոններ, բայց ցավոք սրտի անմասն չենք կարող մնալ դժբախտ դեպքերից, այդ թվում նաև մահացու ելքով, բայց գոնե այն կազմակերպությունները, որոնք դրանք պահպանում են, նվազեցվում են այդ ռիսկերը, հնարավորինս նվազեցվում են։ Եվ այս պարագայում ցավոք սրտի շինարարության ոլորտում վերջերս շատացել են այդ դժբախտ դեպքերը, էլի մահացու ելքով, բայց կարծում եմ եւ ոչ միայն շինարարության, օրինակ գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ են լինում նման դեպքեր, բայց ուշադրություն չենք էլ դարձնում, ինչու, որովհետեւ եթե օրինակ գյուղատնտեսության ոլորտում մարդը աշխատում է թունաքիմիկատների հետ կամ, չգիտեմ, հերբիցիդների հետ, գլիֆոսատ պարունակող նյութերի հետ, դա անմիջապես չի երևում նրա առողջության վրա։ Շինարարության պարագայում կամ, չգիտեմ, հանքարդյունաբերության ոլորտում մարդը ընկավ, մահացավ, իմացանք բոլորս, բայց գյուղատնտեսության պարագայում եթե մարդը թունաքիմիկատների հետ աշխատելուց հետո հետագայում նաև քաղցկեղածի ինչ-որ հիվանդություններ է դեռ բերում կամ որոշակի հիվանդություններ, որոնք այդ պահին չեն երևում, հետագայում են արդեն նրա աշխարհողջության վրա ազդում, սրա մասին ընդհանրապես որևէ վիճակագրություն չունենք եւ ընդհանրապես տեղեկացված էլ չենք լինում։ Դուք գյուղատնտեսության ոլորտից եք նշում, որի ազդեցությունը այսպես երկարաժամկետ է, հա, միանգամից չի նկատվում։ Այդուհանդերձ, եթե անդրադառնանք այն շինարարության հրապարակներին, որտեղ, ինչպես դուք նշեցիք, միանգամից տեսնում ենք, հա, ու ողբերգական դեպքերը բավական շատացել են։ Ով է պատասխանատու այս պարագայում։ Իրականում որևէ արդյոք ուսումնասիրություն տարվում է, հա, որպեսզի պատճառը հետևանքային կապը հասկանալի լինի, որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն։
իմ գործընկերոջ եւ մտահոգությունը եւ կարծիք այս թվարկածի վերաբերյալ, այո, մենք ամենօրյա մոնիտորինգ եւ ամենօրյա հսկողություն պետք է իրականացնենք այս process-ների վրա։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը լիազոր մարմին է ճանաչված այս խնդիրները լուծելու համար, բայց ես հիմա կփորձեմ, ես զերծ կմնամ գնահատական տալ պատասխանատվությունից, թե ով է մեղավոր, բայց դրանք մեղավորության աստիճանը մենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով կիրառում ենք որպես պաշտոնատար անձի այս պարագայում տնտեսվարողի եւ փորձում ենք այդ մասով պատասխանատվության նորմ կիրառել նրանց նկատմամբ, ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքներն, իհարկե տեսչական մարմինը չունի այդքան մեծ կարողություններ, որ հնարավորություն ունենա բոլոր ոլորտներին, բայց այո, մենք էլ ենք նկատել եւ ունենք արդեն դիմում բողոքներ, որ աշխատելով մասնավոր անձի մոտ կամ որևէ անհատ ձեռնարկատիրոջ մոտ, ջերմոցում կամ որևիցե իր հողամասում ունեցել է արտադրական վնասված կամ առողջության հետ կապված երկարատիվ խնդիրներ են ծագել։ Ուղղակի, ինչպես նշվեց, տեսանելի են շինարարական հրապարակում կամ հանքարդյունաբերությունում կամ առևտրի այլ ոլորտներում աշխատակիցների արտադրական վնասվածքները այս պարագայում։ Եվ հիմա մենք փորձում ենք տանել աշխատանքներ, որպեսզի կարողանանք նաև վերահսկողություն իրականացնել այդ գյուղատնտեսական ոլորտի արտադրական խեղումների կամ վնասվածքների վերաբերյալ։ Խնդրեմ։ Երբ ասում ենք ով է մեղավոր, շատ դժվար է միանգամից գնահատել, թե ով է մեղավոր։ Նախ ամեն մի առանձին դեպքում մեղավորը կարող է լինել այս կամ այն կողմը։ Դրա համար վարույթ է հարուցվում, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերի մեղավոր կողմին եւ պատասխանատվության ենթարկի։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում մենք պիտի պատասխանատվության մոտենանք թե գործատուի կողմը, թե աշխատողի կողմը։ Այո, օրենսդրության պատասխանատվությունը այդ միջավայրը ստեղծելու դրված է գործատուի վրա։ Եվ այնպես ինչպես արդեն խոսքիս առաջին մասում ասեցի, հրահանգավորման եւ այլնի հետ կապված, բայց նաեւ լինում են այնպիսի դեպքեր, երբ աշխատողը ինքը պատասխանատվությամբ չի մոտենում սրան։ Այս խնդիրներ ենք ունենում։ Դեպքեր են լինում, երբ օրինակ աշխատողը հրահանգավորված էր, ինքը գիտեր, անվտանգության ինժեները տեղում էր, բացատրել էր, նույնիսկ ինքն էր իրականացրել այդ գործողությունը, օրինակ ամրագոտին կապելու կամ որոշակի պաշտպանիչ միջոցների հետ կապված, բայց երբ անվտանգության ինժեները այդտեղ չէ, անմիջապես աշխատողը հանում է օրինակ ամրագոտին անջատում է, սաղավարտն է հանում, պաշտպանիչ միջոցներն է հանում, իրեն հարմար չէ այդպես աշխատել, բայց պետք է այսպես մեր աշխատողների գիտակցությունն էլ բարձրացնենք այնքան, որպեսզի ինքը հասկանա, որ այստեղ իր կյանքի խնդիրն է, կարելի է ապրել, ինչի մահանալ։ Այս առումով Հայաստանի Արհեստների կոնֆեդերացիան իրազեկման աշխատանքներ իրականացնում է, բայց ինքը իրականացնում է այնտեղ, որտեղ կա արմիություն, որտեղ կան արմիության անդամներ։ Ճիշտ է, մենք այս պարագայում լինում են արմիություններ, ունենում են արդյոք շինարարության ոլորտում ունենք որոշակի արմիությունական կազմակերպություններ, որտեղ իմիջիայլոց չկան նման դեպքեր։ Այնտեղ որտեղ եղել է դեպքը, մենք այնտեղ արմիություն չունենք, բայց մենք ունենում ենք նաև որոշակի իրազեկման նյութեր, որոնք պարբերաբար սոցիալական դաշտում ենք տեղադրում, մեր կայքում ենք տեղադրում, պարզապես 780,000 կամ 800,000 աշխատողին ամեն օր դա հասցնել, ես չեմ ուզում առանձնացնենք մենք որևէ ոլորտ, գրասենյակում էլ կարող են լինել էլի անվտանգության խնդիրներ բնականաբար, սենյակում աշխատողի համար, այսինքն պետք է որ հասանելի լինենք յուրաքանչյուր աշխատողին, որովհետև եթե գործատուներին կարելի է հաշվել, աշխատողների պարագայում այդ բոլորին հասանելիություն դժվար է ապահովել, գործատուներն ավելի քիչ են, քան աշխատողները, բայց այս պարագայում կարծում եմ, որ չեմ հավատում, որ գործատուին օրինակ ձեռնտու է, որ իր կազմակերպությունում դժբախտ դեպքով մահվան ելքով դեպք լինի, բայց իրենք էլ պիտի պատասխանատվության մոտենան, սա այն հարցն է, որտեղ մենք գործ ունենք մարդու կյանքի հետ, սա վերջնահաշվակ չվճարենք շինարարություն, բայց ես ինքս էլ տեսնում եմ, որ օրինակ աշխատողը վերևում աշխատում է,
առանց պաշտպանիչ միջոցների կամ կանգնած է այնպիսի ուրեմն պատվարի վրա, որը հեսե պիտի քանդվի։ Դե օրինակ այս պարագայում արդյոք չպետք է չհայտարարված օրինակ ստուգումներ լինեն, պարոն Գրիգորյան, բարձր ռիսկայնություն ունեցող ի վերջո շինհրապարակներում, որովհետև ամեն անգամ, եթե հաճախակեն հատկապես նման դեպքեր է լինում, սպասել, հետո դեպքից հետո իրականացնել գործառույթներ, գործողություններ։ Կարևոր լավ հարց եք բարձրացնում։ Այն գործընկերը տեղյակ է այդ ամբողջ process-ներից, մենք բազմից ունեցել ենք նման քննարկումներ, այսօր էլ օրակարգում կա այդ հարցը, որ տեսչական մարմնի լիազորությունները մի փոքր պետք է ավելացնեն։ Այդ չնախատեսված այցերի տրամաբանությունը եւ թեկուզ շաբաթ, կիրակի եւ աշխատանքի երեկոյան ժամերին աշխարհի շատ երկրներում կիրառվում են նման պրակտիկաներ եւ մենք փորձում ենք ուսումնասիրել մի քանի երկրների փորձ, որպեսզի ավելի այսպես համակցված այդ մոտեցմանը մոտենանք։ Իհարկե մեր օրենսդրությունում կան որոշակի փոփոխության կարիքներ, որպեսզի մենք կարողանանք դա ունենալ, բայց դուք իրավացի եք ձեր պնդմամբ, որ այո, դա կարող է կանխարգելել որոշակի ռիսկեր, որովհետև երբ որ մենք բոլորս որպես բնակիչ տեսնում ենք այդ խախտումը, հա, մենք չենք կարողանում արձագանքել, բայց դրան պարտավոր է արձագանքել այն տեսուչը կամ այն գերատեսչության աշխատակիցը, որը ամենօրյա ռեժիմով զբաղվում է դրա կանխարգելմամբ։ Հա, դիցուք շաբաթ կամ կիրակի օրը մենք ինքներս տեսնում ենք շինհրապարակում աշխատող մարդկանց, որոնք չեն կրում սաղավարտներ, որոնք բարձրության վրա աշխատում են առանց ամրագոտիների եւ մենք ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենք։ Մեխանիզմը այսպիսին է, պիտի գալ տեսուչը պիտի գա աշխատավայր, զեկուցագիր գրի իր անմիջական ղեկավարությանը։ Այդ զեկուցագիրը պիտի մակագրվի, դուք պատկերացնում եք արդեն դրան ժամանակ անցավ։ Այսինքն, երբ որ արդեն մենք հասնում ենք դեպքի վայր, այսպես ճակերտավոր ասած, այնտեղ իրավախախտումը արդեն կարող է վերացված լինի կամ ընդհանրապես չնկատվի։ Եվ մենք արձանագրենք, որ այդտեղ իրավախախտում չկա։ Եվ սա չնշանակեց, որ այդտեղ իրավախախտում չի եղել։ Շատ լավ, շնորհակալություն, խնդրեմ ներկայացրեք հարցը։ Հայկական երկրորդ հերոստալիք Լիլիթ պարոն Գրիգորյան, երևի ձեզ հարցը ուղղել, ունեք հիմա հստակ վիճակագրություն անցած տարի շինհրապարակում ինչքան մահվան դեպքեր են վերացվել եւ այս տարվա թեկուզ առաջին 3 ամիսների տվյալներ կան այդպիսի թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, իհարկե։ Ունենք վիճակագրություն, շնորհակալություն հարցի համար։ Վիճակագրությունը տարվում է տեսչական մարմնում, ես նույնիսկ 3 տարվա տեղեկատվություն ունեմ, բայց կհամադրեմ անցած տարիների հետ, որ ձեզ ավելի պատկերավոր լինի։ Բայց ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այն տեղեկատվությունը կամ այն թվեր, ինչը ես հիմա կհնչեցնեմ, դա կոնկրետ տեսչական մարմնի վարույթների թվերն են։ Դա բնավ չի նշանակում, որ հանրապետությունում այդքան իրավախախտում ա եղել։ Դա ընդհանրապես մեզ հասու դարձած, հա, վարույթ իրականացրածի մասով է։ 2022 թվականին մենք արձանագրել ենք 46 դեպք։ Այո, Հայաստանի Հանրապետությունում, իհարկե մեծամասնամբ Երևան քաղաքում է բաժին ընկնում շինհրապարակներում մահվան ելքերը, որից 16-17-ն է եղել մահվան դեպքով։ 23 թվականին այդ թիվը դարձել է մոտավորապես 46 դժբախտ դեպք, որից մահվան ելք է եղել 11-ը։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Եւ ցավոք սրտի պիտի նշենք, որ մահացող անձինք բացառապես ու հիմնականում երիտասարդ տարիքի տղաներ են կամ երիտասարդներ են, որոնք հետագայում վարույթի շրջանակում ի պարզ դարձած ծառայական քննություն իրականացնելու պարագայում պարզվում է, որ նույնիսկ եթե անցել են հրահանգավորում, իրենք ինքնուրույն չեն պահել անվտանգության այդ նորմերը, չեն կրել սաղավարտներ։ Շատ դեպքերում, այո, ինչպես ասաց Տիկին Մանասարյանը, դա մշակույթի ձևավորման խնդիր է։ Մենք իրականում խնդիր ունենք մեր հասարակությունում ձևավորելու այդ մշակույթը, հա, որտեվ ցավոք սրտի կան իրոք դեպքեր, երբ որ քաղաքացիները ուղղակի ելնելով ինչ-ինչ բարքերից ասում են, որ մեզ հարմար չի կրել դա, մեզ խանգարում է այդ սաղավարտը կրել, կամ կրել են հագուստ են արտահագուստը կամ են կոշիկները, որը իրանց կպաշտպանի։ Դրանով է պայմանավորված, որ տեսչական մարմինը բացի պատժող եւ տուգանք նշանակող մարմնից, մենք շատ մեծ արշավ ենք իրականացնում իրազեկման սեմինարների եւ այլ
միջոցները կիրառելով, որպեսզի տնտեսվարողներին կարողանանք ի սկզբանե բացատրել եւ գոնե նախնական փուլում կանխարգելել։ Ամեն դեպքում 22 մահվան դեպքը բավական արդեն այսպես ցավոք խոսում թիվ է ու սա արդեն հրատապ միջոցների մասին է, հա, ձեռնարկելու մասին է։ Այս առումով ինչ փոփոխություններ պետք է լինեն, Տիկին Մանասարյան։ Այո, ճիշտ եք նշում, որովհետև ներողություն, մինչև դուք ասում եք, հա, գիտակցության փոփոխության հասնելը դա բավական երկարատև, երկարաժամկետ է։ Ինչ հրատապ միջոցներ պետք է կիրառվեն, որպեսզի կանխարգելիչ լինեն։ Ցանկացած պարագայում, երբ մենք գործ ունենք մշակույթ ձևավորելու կամ վարքագծային կանոններ փոփոխելու հետ, դա երկարատև process է, այո։ Եվ տարիներ շարունակ, երբ Հայաստանի Արմատների կոնֆեդերացիան բարձրացնում էր առողջապահական եւ աշխատանքի տեսչության կարեւորության հարցը, 2014 թվականին տեսչությունը ընդհանրապես գրեթե լիազորություն չուներ։ Մենք լիազորությունները ի վերջո վերականգնվեցին 2021 թվականին, ճիշտ է, ասում են լավ չէ, բայց էլ COVID-ի շնորհիվ ավելի արագ ստացվեց այդ խնդիրը լուծել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիան, որը վերաբերում է հենց տեսչական մարմնի լիազորություններին։ Սակայն այս կոնվենցիայով սահմանված ոչ բոլոր լիազորությունների շրջանակն է, որ այսօր աշխատանքի տեսչական մարմինն ունի։ Եվ հենց Կոնվենցիան ինքն է ասում, որ տեսուչը ցանկացած ժամանակ, շաբաթվա ցանկացած օր իրավունք ունի լինելու կազմակերպությունում եւ իրականացնելու ստուգումներ առանց նախորոք որևէ ծանուցման կամ տեղեկատվություն տրամադրելու։ Այսօր տեսչական մարմինը չունի այդ լիազորությունը, ինչպես արդեն պարոն Գրիգորյանը նշեց, եւ սա բերում է նրան, որ կանխարգելիչ քայլեր ուղղակի չեն արվում։ Այսինքն հրատապ միջոցը սա է՝ տալ տեսչությանը այդ լիազորությունը, որ ինքը ցանկացած ժամանակ կկարողանա մտնել ցանկացած կազմակերպություն եւ իրականացնել ստուգումներ, այլ չսպասելով, որպեսզի այնտեղ դիմում բողոք լինի, այդ դիմում բողոքը մինչեւ գա հասնի տեսչական մարմնին, չգիտեմ, մակագրվի, զեկուցագիր գրվի 3 օր առաջ տեղեկացվի այդ կազմակերպությանը, սրանք բոլորը բյուրոկրատական անիմաստ փաստաթղթաշրջանառություն են, այսինքն եւ ստացվում է այնպես, որ մեռնելուց հետո էլ ինչ ենք ուզում անել, հա, այստեղ կանխարգելիչ միջոցը դա պիտի լինի։ Եթե մենք սպասենք, որ աշխատողը գիտակցություն պիտի գա հասնի այնտեղ, մենք վարորդներին բոլորին տուգանում ենք, որ ամրագոտի չեն կապում, արդյոք բոլորն են կապում։ Արդյոք բոլորը ունեն այդ մշակույթը ձևավորած։ Ոչ, դեռևս չունեն։ Եվ այս այն դեպքում, եթե տուգանում ենք, բայց այստեղ սկի չենք էլ տուգանում, ինչի մասն է խոսքը։ Այսինքն, երբ որ անիմաստ է դառնում, հրատապ միջոցը սա է, օրենսդրական փոփոխությամբ տալ տեսչական մարմնին այդ լիազորությունը, որ ինքը ցանկացած րոպեին, ցանկացած օր, ցանկացած ժամանակ իրավունք ունենա մտնելու ցանկացած կազմակերպություն եւ իրականացնելու իր լիազորությունը, որը ի վերջո նրա համար չէ, որ ուղակի տուգանի, քավլիցի, տեսչական մարմնի լիազորությունը եւ նաեւ իր գործառույթը նա է, որպես ինքը կանխարգելի եւ դա է պատճառը, որ հիմնական առաջին հերթին կարգադրագրեր է տալիս տեսչական մարմին, չի մտնում ուղղակի պլանային, չգիտեմ, ստուգումներ անի, որպեսզի տուգանի։ Իր գործառույթն առաջին հերթին սովորեցնելն է, ինչը իրենք այսօր անում են միայն այն դեպքում, եթե պլանային են այդ ստուգումները։ Բայց այս պարագայում էլ, եթե ինքը ցանկացած ժամանակ կարողանա մտնել տեսուչը կազմակերպություն եւ անել այդ ստուգումը, ինքը առաջին հերթին պիտի սովորեցնի, որպեսզի կանխարգելի է ամեն ինչը։ Եվ հաջորդ կարևոր բանը, որ պետք է, որպեսզի ցանկացած կազմակերպությունում պարտադիր լինի անվտանգության տեսուչի հաստիկը։ Սա շատ կարևոր է եւ ցավալիորեն ոչ բոլոր կազմակերպություններում կան անվտանգության տեսուչներ։ Ասեմ ավելին, նույնիսկ գուհական համակարգում մենք այդքան ուսանող էլ չունենք այս մասնագիտությամբ, իսկ ինքը շատ կարևոր մասնագիտություն է։ Անվտանգության տեսուչ ունենալը ժամանակի ես հիշում եմ, որ նույնիսկ իհարկե ես չեմ տեսել դա, բայց ամեն դեպքում արմություններն իրենք էլ ունեին անվտանգության տեսուչներ, որովհետեւ այսօր մենք էլ չունենք եւ եթե անկեղծ որպես կոնֆեդերացիայի նախագահ փնտրում եմ անվտանգության տեսուչ, որ կգա մեզ մոտ աշխատանքելու, չկա ուղղակի կամ չեն գալիս։ Այսինքն մատերի վրա կարելի է հաշվել են կազմակերպություններ, որտեղ կան անվտանգության տեսուչներ, իսկ սա շատ կարևոր հաստիք է, որը պետք է ունենալ։ Խնդրեմ, պարոն Գրիգորյան, թե ունեք լրացումներ, բայց միացրեք։ Ես փորձեմ փոխարինել իմ գործընկերոջը, այո, ինչ հաց հիմա բարձրացվում է, դա մեր ամենօրյա, առօրյա
գործունեությունից է եւ կանխարգելիչ միջոցառումներին եթե փորձեմ երկու բառ ասել, այո, տեսչական մարմինը նախաձեռնել է մի քանի